Ձեր փաստաբանը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր մենք խոսելու ենք Հաշտարարության ինստիտուտի մասին եւ կխոսենք զարգացման տենդենսների, քննվող գործերի քանակի ավելացման, աշխարհագրության ավելացման մասին, տարածման մասին։ Այս թեմայի շուրջ զրուցելու նպատակով քննարկելու մեր տաղավար ենք հրավիրել Արբիտրաժի եւ Հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին, բարև ձեզ Տիկին Պետրոսյան։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, Տիկին Պետրոսյան։ Արբիտրաժի եւ Հաշտարարության հայաստանյան կենտրոնը շոշափելի հաջողություններ է արձանագրել։ Ընդ որում, եթե նայում ենք գործերին, որոնք կենտրոնի կողմից քննվել են, դրանց թիվը բավականին բարձր է, 300 կարծես թե արբիտրաժային գործեր եւ 130 հաշտարարության գործեր։ Ընդ որում, պարտադիր հաշտարարության ենթակա գործերից 400 քանիսից կարծես թե խնդրում եմ հստակեցրեք, 110-ը միայն կենտրոնի կողմից է քննվել։ Սա խոսում է այն մասին, սա խոսում է շատ բանի մասին իհարկե, որոնց մենք անդրադառնանք, որոնք իր այդ 130 գործերը իրենց կազմով, իրենց ոլորտներով, մենք դրանց դեռևս անդրադառնանք, բայց եկեք սկսենք հենց սկզբից։ Թեև մենք մեր հաղորդումների ընթացքում ունեցել ենք հնարավորություն, բայց կարծում եմ շատ ռադիոլսողներ մեզ չեն լսել եւ անհրաժեշտ է ներկայացնել ինչ է հաշտարարությունը եւ որ գործերի նկատմամբ է վերջինս կիրառվում։ Շատ լավ, շնորհակալ եմ կարևոր հարցադրումների համար։ Իրականում վիճակագրությունը մեզ համար է աննախադեպ, որովհետև մենք ստեղծվել ենք 2023 թվականին եւ առաջին 2 տարիների ընթացքում ունեցել ենք թվով 5-6 գործ արբիտրաժի եւ հաշտարարության, բայց 2025 թվականին մեզ մոտ արդեն արբիտրաժային գործեր, ինչպես նշեցիք, անցել են 300-ը, իսկ հաշտարարության գործերը այս պահի դրությամբ 150-ն են անցել։ Սա իհարկե մի կողմից անհրաժեշտություն է կենտրոնի համար, բայց մյուս կողմից բավականին ողջունելի է, որտեվ սա վկայում է այն մասին, որ թե բիզնես ոլորտը եւ թե նաեւ այլ վեճերով նախընտրում են հաշտարարություն եւ արբիտրաժ, բայց իհարկե սա նաեւ կապված այն հանգամանքի հետ, որ 2025 թվականի հուլիսի 1-ից պարտադիր հաշտարարության նորմեր ուժի մեջ մտան, դրա մասին բնականաբար կխոսենք։ Մի փոքր մեր ռադիոլսողներին հիշեցնենք ինչ է հաշտարարությունը եւ ինչ վեճերով է հնարավոր այն կիրառել։ Տեսեք, հաշտարարությունը ինքը կամավոր գործընթաց է, վեճերի լուծման այլընտրանքային եղանակ, որի միջոցով կողմերը փորձում են իրենց վեճը լուծել հաշտությամբ։ Բնականաբար հաշտարի օգնությամբ այն տեղի ունենում, բայց կողմերն են որոշում իրենց վեճի լուծման փոխշահավետ տարբերակը։ Իսկ ինչ վեճերի նկատմամբ է կիրառվում, տեսեք, հաշտարարությունը կիրառվում է քաղաքացիական, աշխատանքային, ընտանեկան վեճերի նկատմամբ եւ եթե օրենքով նախատեսվածի նաեւ այլ վեճերի նկատմամբ։ Եւ հետաքրքիր է, որ ես նկատում եմ օրենսդրական տենդենս հաշտարարության ոլորտը ընդլայնելու, ոլորտային ընդլայնելու, տեսեք, հաշտարարության մասին օրենքն ասում, որ այն կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում, եւ վերջերս իդրաֆտ հարթակում տեղադրվեց առողջապահության նախարարության կողմից մշակված նախագիծը առողջության համապարփակ ապահովագրության մասին եւ այդ նախագծի նորմերում մենք տեսանք պարտադիր հաշտարարության կիրառում, որը մեզ շատ ուրախացրեց, այսինքն կա տենդենս, որ հաշտարարության շրջանակը ավելի ընդլայնվի։ Եկեք պարտադիր հաշտարարությունից խոսենք։ Դա շատ լավ է, որ առողջապահության ոլորտում արդեն իսկ պարտադիր հաշտարարության ներքո է լինելու։ Ես կարծում եմ այդ ոլորտները կարող են իսկապես ընդլայնվել բնապահպանականից մինչև այլ ոլորտներ, եւ դրանց մասին մենք ժամանակ ունենանք հետագայում անդրադառնալու, խոսելու։ Պարտադիր հաշտարարությունը մենք գիտենք, որ օրենքի ուժով այո կիրառվում է եւ այստեղ պետք է կոնկրետ ընտանեկան վեճերի եւ այդ հարցի հետ կապված խնդրում եմ բարձրամանեք, որ վեճերի հետ կարող են պարտադիր հաշտարարության գալ։ Ինչ է այս ինստիտուտը գործնականում տալիս քաղաքացիներին։ Նախ նշեմ, որ պարտադիր հաշտարարությունը կիրառվում է մի խումբ ընտանեկան վեճերի նկատմամբ։ Դրանք են օրինակ ամուսնալուծությունը, երեխայի տեսակցության կարգի սահմանում, երեխայի բնակության վայրի որոշում, ամուսինների գույքի բաժանում, ամուսնական պայմանագրին վերաբերող վեճեր, երեխայի դաստիարակության, կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացմանը վերաբերող վեճեր եւ այլն։ Իսկ պարտադիր հաշտարարության առավելությունները բավականին շատ են։ Տեսեք, այս վեճերը այն զգայուն վեճերն են, որոնք երբ հասնում են դատարան,
կարծում եմ, որ ավելի են լարում արդեն իսկ եղած լարված իրավիճակը եւ հաշտարարության կիրառությունը թույլ է տալիս ավելի խաղաղ միջավայրում եւ ավելի ճկուն ձևով փորձել լուծել այս վեճերը եւ շատ կարեւոր սկզբունք է կամավորությունը, որի մասին կարծես թե քիչ է խոսում, տեսեք, եթե մենք ասում ենք պարտադիր հաշտարարություն եւ կողմերը պետք է պարտադիր այս փուլը սպառեն նախքան դատարան գնալը բայց այս գործընթացի մեջ մտնելուց հետո կողմերը կամավոր կարող են այն լքել այսինքն մենք երբեք չենք կարող պարտավորեցնել կողմերին որ ձեր վեճը եթե պարտադիր լուծեք հաշտարարության միջոցով չէ պարտադիր այս փուլը սպառել է բայց պարտադիր չէ վեճը հենց հաշտարարության միջոցով լուծել եւ կողմերը կարող են ցանկացած պահի հրաժարվել հաշտարարության գործընթացից։ Իհարկե ցանկալի է որ չհրաժարվեն հաշվի առնելով այդ բոլոր առավելությունները, որ տալիս է հաշտարարությունը, եւ եթե օրինակ զուգահեռ անցկացնենք դատարանի հետ, տեսեք ստացվում է, որ նույն ամուսնաընտանեկան վեճը միջին դատարանում քննվում է 8-ից 9 ամիս, դա ամենաքիչը։ Այսինքն մենք 8-9 ամիս ծախսում ենք դատական գործընթացի վրա այնուհետև կա բողոքարկման հնարավորություններ այդ ընթացքում բնականաբար դատական ծախսեր ենք կրում իսկ հաշտարարության դեպքում այդ գործընթացը օրինակ մեր կենտրոնում կարող է տևել ինքը առավելագույնը 1 շաբաթ եւ 1 շաբաթում մենք ունենանք հաշտության համաձայնություն որը կարող է հետագայում հաստատվել դատանի կողմից եւ ստանալ վճռի ուժ Այսինքն վերջնարդյունքը նույնն է, մենք ունենում ենք վճիռ, բայց դրան հասնելու ճանապարհը տարբեր է։ Կարճ է, ստրեսացին չէ։ Այո։ Եվ իհարկե, այսպես ավելի դինամիկ է։ Տիկին Պետրոսյան, երբ ձեզ դիմում են կամ այն գործերը, որոնք առկա են եւ հաշտության այդ փուլում են գտնվում, ընթացակարգերի շրջանակում, կարող ենք ասել, եթե իհարկե կա վիճակագրություն, եթե չկա, թվերի լեզվով չէ, այլ պարզապես վիճակի մասին խոսենք, ինչքան է գնում դատարան, քանի տոկոսը եթե կարող ենք ասել այդ գործերի եւ քանի տոկոսն է լուծվում հաշտության համաձայնությամբ պարզապես հաստատվում դատարանի կողմից։ Շատ լավ հարց եք տալիս, տեսեք կախված է հաշտարարության ինչպես են անձինք եկել, եթե այսինքն ինչ լուծումով պետք, ինչ որոշմամբ, հա, երևի թե դրա մասին չի խոսքը։ Նրանք եկել են պարտադիր հաշտարարության շրջանակներում, այսպես ասած պարտադրված, թե իրենք կամովին ընտրել են կենտրոնում հաշտարարության իրականացումը Այն դեպքում, երբ որ կողմերը կամովին, ընդ որում կարող է նաև ընտանեկան կարող է չլինել նաև ընտանեկան հարաբերությունների փոխվեճ, այլ քաղաքացիական վեճ, եթե կողմերը որոշել են կամովին գալ մեր կենտրոն 99% դեպքերում իրենք ընկնում են հաշտության համաձայնություն։ Բայց եթե խոսում ենք պարտադիր հաշտարարության մասին, վիճակագրությունը այսպեսին է 30% այսօր մեր ցուցանիշն է ունենք հաշտություն եւ 70% գործեր որոնք ավարտվել են առանց հաշտության համաձայնություն կնքելու ուղղակի ավարտման արձանագրություն է կազմվել որը հետո կողմերը կգցեն հայցադիմին եւ կներկայացնեն դատարան Բավարարը 30% այսօրվա դրությամբ հաշվի առնելով դատական համակարգի երկար այսպես գործունեությունը եւ այլ հարցեր այսպես չենք խորանում պարզապես այն որ կենտրոնը ավելի կարճ է գործում պարզապես այն որ հաշտարարության ինստիտուտը ավելի Հայաստանում կարճ կենսագրություն ունի եթե այսպես ասենք կարծում եմ դա 2-3 տարվա մեջ կոնկրետ կենտրոնի մասով քիչ այսպես տոկոս չէ հուսադրող եմ հա բա ցուցանիշ չէ որովհետեւ այն երկրները որտեղ պարտադիր հաշտարարություն են ներդրվել սկզբնական փուլում ունեցել են այդ խնդիրը դա միայն մեր կենտրոնի մասին չէ սկզբնական շրջանում նույնիսկ երկրներ կան որտեղ եղել է 15% 20% այսինքն կողմերը սկզբից չեն ընդունում օրենսդրական այս փոփոխությունները եւ հակված են պարզապես արագ ավարտելու հաշտարարության գործընթացը որպեսզի դիմեն դատարան եւ տարիների ընթացքում է նկատվում տենդենց, որ փոփոխվում է, արդեն սկսում են գիտակցել, թե ինչ է հաշտարարությունը, ինչ առավելություններ ունի, այդ իմաստած ճանապարհով ինչքան ավելի հեշտ է հասնել վերջնական եթե իրենց նպատակը վճիռ ունենալն է, որը հարկադիր կատարման ենթակա կլինի, ինչքան հեշտ է այդ ճանապարհով գնալը, բայց սա կարծում ժամանակ է պահանջում։ Այո, հաստատապես կարծում եմ ժամանակ կպահանջի։ Եկեք անդրադառնանք հետևյալ հարցին։ Ինչ է նշանակում ընդհանրապես, հա, հաշտության համաձայնության հաստատումը եւ դատական կարգով վերջինիս հաշտության համաձայնության ընթացակարգը եւ դատական կարգով վերջինիս հաստատումը։ Տեսեք, հաշտարարության գործընթացի ցանկալի ավարտը դա հաշտության համաձայնության կազմումն է։ Եթե պարզ ներկայացնենք մեր ռադիոլսողների համար, դա մի փաստաթուղթ է, որի վրա շատ կարճ գրվում է գործի վեճի նախապատմությունը եւ գրվում է որ կողմերը համաձայնեցին հետեւյալի շուրջ ու առաջին պայման օրինակ երեխային տեսակցում է ամուսինը օրինակ շաբաթական մեկ անգամ կինը
կնոջ մոտ երեխան բնակվում է եւ այլն։ Այսինքն այս պայմանները մանրամասն շարադրվում են եւ կողմերը ստորագրում են հարցության համաձայնությունը, որը հաստատում է հաշտարարը։ Բայց եթե կողմերը տեսնում են, որ կա կամավոր չկատարելու ռիսկ, իրենք կարող են դիմել հարկադիր կատարման, ինչպես հարցության համաձայնության կնքման պահից 1 տարվա ընթացքում ցանկացած կողմ կարող է դիմել իր բնակության վայրի դատարան, որպեսզի դատական կարգով հաստատվի հարցության համաձայնությունը։ Քանի որ սա հատուկ վարույթ է, դատարանը պետք է դիմումը վարույթ ընդունելուց հետո առանց դատականից հրավիրելու ընդամենը 7-օրյա ժամկետում հաստատի կամ մերժի հարցության համաձայնությունը։ Եվ դա իրականացվում է վճռի տեսքով։ Մեր պրակտիկայում առավելագույնը տևել է այս process-ը 3 ամիս։ Այսինքն մենք ունենում ենք 1 շաբաթ հաշտարարության համար, այնուհետև եթե կողմը անմիջապես դիմում է, առավելագույնը 3 ամսում ինքն ունենում է վճիռ, որը ենթակա է հարկադիր կատարման։ Որը էլի կիսում է ժամկետը, որը որ դատարանում կարող է ընդհանուր պլան գործը։ Տիկին Պետրոսյան, այսպեսի մի հարց էլ առաջացավ ինձ մոտ։ Իսկ լինում է, որ հաշտության համաձայնություն կնքվում է, եթե ընդհատեցիք շարունակենք ավարտենք, եւ նայեք, ասենք, չգիտեմ, X կետերի շուրջ համաձայնություն է լինում, մի կետի շուրջ համաձայնության չեն գալիս, որը մնում է դատարան դիմելու համար։ Կան նման պրակտիկա, թե ավելի քիչ է կազմում նման պրակտիկան։ Նման պրակտիկա էլ է լինում սովորաբար, բայց ավելի շատ իրենք փորձում են, եթե գնում են այդ տարբերակով վեճը վերջնական լուծել։ Բայց սակավաթիվ գործերով եղել է, որ նաև կոնկրետ հարցի վերաբերյալ չեն եկել համաձայնության, հարցերի մի մասը լուծել են հարցությամբ, այդ մի մասը արկախված է մնացել։ Բարի։ Տիկին Պետրոսյան, խոսվեց 150 գործերի մասին, հա, կարծես թե որ կենտրոնի կողմից իրականացվել է։ Խնդրում եմ ներկայացրեք ինչպիսի գործեր են, այսինքն որ ոլորտին են ավելի շատ առնչվում, ինչ հարցեր են բարձրացվում, եթե կարելի է բնականաբար առարկա է զուրկ, բայց այնուամենայնիվ ինչն է խնդիրը, եւ հետո անցնենք այն հարցին, ինչպես է իրականացվում հաշտարարությունը կենտրոնում, ինչ առանձնահատկություններ կան։ Շատ լավ։ Մեզ մոտ այս պահի դրությամբ կա գրանցված 150 հաշտարարության գործ 2025 թվականի համար, դրանց 85%-ը ընտանեկան, ամուսնաընտանեկան վեճերով են իրականացվել, մնացած մասը քաղաքացիական տարբեր ոլորտներին են վերաբերել, օրինակ ունեցել ենք վարձակալության պայմանագրին վերաբերող վեճ, ունեցել ենք բաժնետոմսերի սեփականության իրավունքին վերաբերող վեճ, պարտքի փոխանցմանը վերաբերող վեճ, ունեցել ենք հաշտարարության դիմում, որը վերաբերել է օրինակ ձեռք բերված կահույքի որակին, որ գնորդը դժգոհ է եղել իրեն առաքված կահույքի որակից եւ փորձել է այս հարցը հաշտարարության միջոցով լուծել եւ լուծել է։ Փորձել են լուծել եւ հարևանային վեճով դիմում ենք ունեցել, այսինքն ինքը բավականին խայտաբղետ կարող է լինել եւ սա շատ ուրախալի է, որ պահանջը հիմնականում ինչին է վերաբերել, ոչ միայն գումարային բնականաբար։ Ոչ միայն գումարային, կարող է լինել, որ օրինակ շտկի, օրինակ այդ կահույքի դեպքում վերել մատակարարի նոր կահույք վարձակալության դեպքում, որ օրինակ գույքի պահպանմանը վերաբերող նաև պայմաններ են պահանջեն առաջադրել, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կուզեի նշել, որը տարբերակում է հաշտարարությունը օրինակ դատական եւ արբիտրաժային գործընթացներից։ Տեսեք, երբ մենք դասավանդում ենք եւ իրավագիտության ֆակուլտետում առաջին դասին քաղաքացիական դատավարության միշտ ուսանողներին ասում ենք, որ քաղաքացիական դատավարության դեպքում պետք է լինի իրավունքի մասին վեճ։ Նույնը արբիտրաժ դեպքում պետք է լինի իրավունքի մասին վեճ, բայց հաշտարարության դեպքում հաշտարարության ճկունությունը թույլ է տալիս, որ միայն իրավունքի մասին վեճ չլինի, եւ կողմերը կարող են կենցաղային, էթիկական տարբեր հարցերով եւս հաշտարարության դիմել։ Մի օրինակ ենք միշտ բերում, օրինակ ես չեմ կարող դիմել դատարան, նշել, որ ամեն առավոտ, երբ որ ես օրինակ գնում եմ աշխատանքի, օրինակ իմ թիմակիցը թող ինձ ժպ տա, կամ թող օրինակ կոպիտ չխոսի, եւ այսինքն էթիկական հարցեր են, որ եթե դատարան դիմեք, բնականաբար դատանը կոմերժի հայցադումի վարույթ ընդունումը կասի ենթակա չի դատարանի քննության, բայց մենք ունեցել ենք հաշտարարության գործեր, որ օրինակ ամուսնաընտանեկան իրավական հարցերից զատ օրինակ որոշել են, որ երեխան պետքա բնակվի ենթադրենք մոր մոտ, հայրը ինչպես պետք է տեսակցի երեխային,
իր երեխայի դասերակցությանը վերաբերող պահանջներ են սահմանվել, բայց նաև օրինակ ամրագրվել է, որ հայրը օրինակ երեխաների ներկայությամբ պետք է վիրավորական արտահայտություններ չհնչեցնի, կամ երեխանի, կամ երեխաների ներկայությամբ մանրամասնորեն ներողությունը տատելու համար հաշտության համաձայնությունը արձանագրվում են, իսկ հետագայում խախտման դեպքում կրկին դիմում են հաշտության կամ այլ գործընթացի, թե նման կրկին դիմել, օրինակ մենք հաշտարարության դեպքում հաշտարարներին միշտ այսպես ասած ուղղորդում ենք, որ իրենք նաև հետագայում, եթե օրինակ ունեն կասկածան, որ կարող է չպահպանվի, փորձեն կապ պահել եւ այլն, եթե պետք լինի ոնց որ նորոգեն, այսպես ասած հաշտության համաձայնությունը, բայց կոնկրետ այդ դեպքում պահպանվել է հաշտության համաձայնությունը, որովհետեւ շատ լարված իրավիճակ էր։ Եվ երբ կողմերը ամենայն մանրամասնությամբ իրենց ուզող հարցերը քննարկել են եւ դա շարադրել են, ընդ որում մեր կենտրոնում ինչպես է, եթե կա փաստաթուղթ, այդ փաստաթուղթը մեծ էկրանի վրա ցուցադրվում է, պայմանները հատ առ հատ կարդում են կողմերը եւ հաշտարի պարտականությունն է հավաստիանալու, որ կողմերը լիարժեք գիտակցեցին եւ ընդունեցին այդ պայմանները։ Եվ իրենք պահպանում են, բայց սա հաշտարարության ճկունությունն է, որ թույլ է տալիս նաև կենցաղային էթիկական մի շարք հարցեր նաև լուծել եւ պահպանել։ Շատ բարի, մենք շարունակենք մեր զրույցը, ես հիշեցնեմ ռադիո լսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք խոսում ենք հաշտարարության ինստիտուտի մասին, ինչպիսի զարգացման տենդենս կա Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 տարիների ընթացքում, ինչպես է վիճակագրությունը աճել, աշխարհագրությունը ինչպիսին լայնում ունի եւ այլ հարցերի շուրջ եւ հիշեցնեմ մեր հյուրն է արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյան։ Տիկին Պետրոսյան, շարունակելով մեր զրույցը, ինչպիսի առանձնահատկություն ունի հաշտարարության իրականացումը կենտրոնում, այդ թվում on-line առցանց հաշտարարության։ Շնորհակալ եմ։ Իրականում հաշտարարական հաստատությունների դերը բավականին մեծ է, որովհետև այդ հաստատությունները իրենք հանդիսանում են նախ եւ առաջ հաշտարի վարքագծի կանոնների պահպանման երաշխավորը, այնուհետև հաշտարարության կարևորագույն սկզբունքների գաղտնիության, կամավորության, այսինքն երբ որ հաշտարարություն իրականացվում է հաշտարարական հաստատությունում, կողմերը կարող են իրենք հավատացած լինել, որ գաղտնիության սկզբունքները կպահպանվի, որ հաշտարը գործի արխագծի կանոններին եւ էթիկային համապատասխան եւ բնականաբար իրենք ունեն նաեւ մեր ռեսուրսներից օգտվելու հնարավորություն եւ պարտադիր հաշտարարության դեպքում ուղղակի նշեմ, որ երկու եղանակով անձին կարող են դիմել հաշտարարության առաջին դեպքում, եթե իրենք ունեն նախընտրելի հաշտարարական հաստատություն, ընդ որում երկու կողմը, իրենք կարող են դիմել մեզ։ Եթե իրենք չունեն, այսինքն չեն նախընտրում կամ օրինակ մի կողմը համաձայն չէ դիմել մեզ, իրենք պետք է դիմեն արտադրության նախարարություն e-mediation հարթակի միջոցով, որպեսզի նախարարություն նշանակի հաշտարար։ Բայց մեզ շատ են եղել դեպքերը, որ օրինակ մեկ կողմն էլ մեզ դիմել, մենք մյուս կողմից ստացել ենք համաձայնություն, այսինքն մենք իրեն բացատրել ենք հաշտարարության արդյունավետությունը, ակնկալվող արդյունքը եւ այլն, եւ այդ մյուս կողմը համաձայնել է եւ մասնակցել է գործընթացին։ Եվ մենք հետաքրքիր է, որ մենք նշեցինք, որ 440-ից ավելի գործեր, դրանք վերաբերում են նախարարությանը մուտքագրված դիմումներին։ Այսինքն Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետություն նախարարությանը մուտքագրված, նախարարության ներկայացված եւ դրանցից շուրջ 110-ը իրականացել են մեր կենտրոնի հաշտարարները կենտրոնի աջակցությամբ, բայց մենք 40-ից ավելի գործեր ենք ունեցել, որ հենց մեզ են դիմել։ Կամ մեզ դիմել է մեկ կողմ, մենք մյուսին կարողացել ենք ներգրավել հաշտարարության գործընթացում եւ առանձնահատկություններից մեկը նաեւ առցանց հաշտարարության իրականացման հնարավորությունն է եւ օտարալեզու հաշտարարության իրականացման հնարավորությունն է։ Դա միայն ռուսերեն, անգլերեն օտարալեզու հաշտարարություն։ Մենք գերմաներեն ենք իրականացրել, կարող ենք նաեւ այլ լեզուները, որտեղ քարտուղարության մեջ կան անգլերեն, ռուսերեն, արաբերեն, հունգարերեն, գերմաներեն տիրապետող անձնակազմ ունենք, փոքր թիմ ենք, բայց բավականին ձեռնհաս եւ այս իմաստով դա էլ է առանձնահատուկ, որ մեր կենտրոնը կարող է երաշխավորել նաև, այսինքն կողմը այլևս ծախս չի անում թարգմանության, թարգմանիչների գրավման եւ այլն, դրանք ամբողջը մենք հոգում ենք։ Տիկին Պետրոսյան, ծախսերից խոսելու։ Վերջերս կարծես թե խնդիրներ են առաջացել կամ այսպես խոսում են
հաշտարարների վարձատրության հետ կապված։ Եկեք անդրադառնանք այդ հարցին, իրավական ինչ հիմք է կարգավորում, ինչպիսին պետք է լինեն այդ դրույքաչափերը, եթե այսպես կարող ենք անդրադառնալ, եւ դրա հետ փոխկապակցված եւս մեկ հարց, եթե հաշտարարին է դիմում անձը կարող է միաժամանակ մեկից ավել պահանջներ ներկայացնել, եւ եթե այո, ապա արդյոք վարձատրության չափը փոփոխություն է կրում, ավելանում է թե ոչ։ Շատ լավ հարցեր են եւ այդ հարցերով մեզ բազմիցս դիմում են քաղաքացիները, որտեղ գիտեն, որ պարտադիր է հաշտարարությունը, բայց մի շարք մանրամասային չեն տիրապետում եւ կարևոր է համարում ընդգծել, որ հաշտարի վարձատրության վերաբերող հարցերը կարգավորվում են կառավարության ընդհանուր որոշմամբ։ Եվ դրա համաձայն 2 ժամ տևող հաշտարարության դեպքում հաշտարարության 1 ժամի համար հաշտարի վարձատրությունը կազմում է 25000 դրամ։ Դրան գերազանցող կես ժամվա համար 10000 դրամ։ Այսինքն եթե դուք ունեցել եք 2 ժամ տևողությամբ հաշտարարություն, հաշտարի վարձատրության գումարը կկազմի 45000 դրամ։ Դա ներառում է օրենքով սահմանված հարկեր եւ այլն։ Կարևոր է որ քաղաքացիներն իմանան, որ դրանից շեղվող նվազ կամ ավել հաշտարարության վարձատրության վճար կարող է սահմանվել միայն իրենց համաձայնությամբ։ Այսինքն իրենց չի կարող ի սկզբանե իրենցից պահանջվել այլ գումար, եթե իրենք չեն համաձայնում։ Դա պետք է հաշտարարը եւ կողմը իրենք համաձայնեն, որովհետեւ կարող են լինել իրավիճակներ, նույնիսկ միջազգային հաշտարարության դեպքում, որ անհամեմատ ավելի ջանքեր գործադրելս լինի հաշտարարը կամ օրինակ կենտրոնը եւ լրացուցիչ ծախսեր պահանջեն, բայց դա միայն կարող է լինել պարտադիր հաշտարարության մասն է խոսքը կողմերի համաձայնությամբ։ Այլ բան է, եթե պարտադիրի դաշտում չեն այդ վեճերը քաղաքացիական, այլ բնականաբար սակագները կարող են այլ լինել եւ կախված է ամեն կենտրոնից հաշտարից, բայց այս դեպքում կառավարության մոտեցումն է եղել, որ պարտադիր հաշտարարության եւ դատանի կողմից նշանակվող հաշտարարության դեպքում միայն այս սակագները կիրառվեն, որպեսզի անձանց համար լրացուցիչ խոչընդոտներ չստեղծվի, որտեղ տեսեք, եթե անձը գումար լինի, իհարկե, որ իր համար նախ կանխատեսելի լինի, հետո եթե ինքը օրինակ հաջողության չի հասնում հաշտարարության գործընթացի արդյունքում, ինքը պետք է դիմի դատարան, չէ՞։ Այդ դեպքում ինքը նաեւ դատական ծախսեր պետք է կրի։ Ծախսերի ամբողջ պետական տուրք վճարի, որպեսզի անհամաչափ չլինի քաղաքացիների վրա, սահմանվել են այս սակագները։ Եվ մենք հետևում ենք մեր կենտրոնում այդ սակագներից շեղվող հաշտարի վարձատրության որևէ վճար չի սահմանվում, այսինքն մեզ մոտ պարտադիր հաշտարարության դեպքում հաշտարին վարձատրվում է միայն այդ գումարը։ Այլ հարցը օրինակ միջազգային հաշտարարության դեպքում որոշ այնտեղ մի փոքր գործավարության վճարի եւ այլն կա, բայց դրանք այնքան փոքր են, որ չեն ծանրաբեռնում մեր քաղաքացիներին եւ բացի այդ մենք նաեւ Արցախահայության համար իրականացրել ենք անվճար հաշտարարություն կամ բավականին արտոնյալ պայմաններով, այսինքն ձեզ դիմել են արցախահայերը ելնելով նրանց պատկանելություն, կարգավիճակից այդ ամենը առաջարկվել է հենց հաճախ իրենք խնդիր ունենում immediation հարթակի միջոցով դիմելու, որովհետև պետք է էլեկտրոնային ստորագրություն ունենան ID ունենան, որոնք իրենք օրինակ չունեն կամ գույքային դրությունից ելնելով դիմում են մեզ, մենք իրենց համար եւ մեր հաշտարարներն բավականին պատրաստական են նվազեցված գներով իրականացնում ենք հաշտարարություն կամ առհասարակ որևէ գումար չի գանձվում իրենցից։ Շատ ողջունելի քայլ է, բայց մեր հարցը նաեւ այն մասով բաց մնաց, թե արդյոք պահանջը մի քանի պահանջի դեպքում փոփոխություն կրում է թե ոչ։ Այդ դեպքում չի կրում, որովհետեւ տեսեք, հաշտարարության վարձատրության վճարը հաշտարարի որոշվում է հաշտարարության տևողությամբ։ Թե տևողության ընթացքում կքննարկվեն 3 պահանջ, 1 պահանջ թե 5 պահանջ, դա որևէ նշանակություն չունի։ Այլ հարցը, որ կարող է պահանջների քանակից ելնելով տևողությունը մի փոքր երկարի, որովհետև հաշտարարը պետք է հասցեագրի այդ բոլոր հարցերը կողմերին հուսախ, դա կարող է մի փոքր երկար տևել, բայց ինքը դատանի նման չի, որ օրինակ եթե մի քանի պահանջ ես ներկայացնում, ամեն պահանջի համար պետական տուրք պետք է վճարվի, այդպես չի։ Եկեք նաև անդրադառնանք այն հարցին, ինչպիսի առանձնահատկություններ կա, երբ որ հաշտարարությունը իրականացվում է կենտրոնում։ Օրինակ, ձեզ դիմեցին հարևաններ, որոնք ունեն հարևանային վեճի իրավունքի հետ կապված վեճ։ Չգիտեմ, ինչ որ աղմուկի հետ կլինի դա ցանկացած տիպի վեճ, որը կարող է հարևանների միջև ծագել առ այսօր։ Դիմում են ձեզ ընտրությունը կամ եթե ունեն արդեն ինչպես նշվեց ընտրված հաշտարարներ, պարզ է, եթե չունեն արդեն առաջարկությունը նշվեց ինչպես է արվում, հաջորդ փուլերը որոնք են, եթե կարելի է համառոտ անդրադառնանք։ Իհարկե։ Նախ ամենապարզ քայլը դա հաշտարարության իրականացման դիմում ներկայացնելն է։ Եթե դիմում են մեզ, ընդ որում կարող են դիմել նաև էլեկտրոնային փոստ, ցանկացած եղանակով մենք բավականին ճկուն ենք այդ առումով եւ լրացուցիչ չենք բարթեցնում քաղաքացիների կյանքը։ Կարող են դիմել
դիմել մեզ, եթե ունեն նախընտրելի հաշտար երկու կողմի համար, մենք նշանակում ենք իրեն։ Օրինակ մի հետաքրքիր դեպք ասեմ, ամուսնանտանեկան վեճով եղել է այնպիսի դեպք, որ կողմերը համատեղ են դիմել մեզ, բայց կողմերից մեկը օրինակ առաջադրել է տղամարդ հաշտարարի, մյուս կողմը, որը ամուսնու կողմն էր, իրենք նշում էին, որ ամուսինը իրեն ազատ չի զգա արական սեռի հաշտարի ներկայությամբ իր խնդիրները բացահայտելու եւ իրենք դեմ են արական սեռի հաշտարի նշանակման, մենք բնականաբար նշանակել ենք այլ հաշտար իգական սեռի, որի տեխնացությանը համաձայն է նաեւ մյուս կողմը, բայց ուզում ասեմ այսպիսի դետալներ կան, որ իրավիճակներ կան, որ մենք պետք է հաշվի առնենք, որպեսզի կողմերը հնարավորինս ազատ զգան իրենց անկաշկանդ իրենց խնդիրները բացահայտելու նշանակվում է հաշտարար։ Հաշտարի նշանակումից հետո կազմակերպվում է հաշտարության առաջին հանդիպումը, որը ամենակարևորն է։ Նույնիսկ եթե օրինակ պարտադիր հաշտարության դեպքում մեկ կողմ է, միշտ իր հետ պետք է հանդիպում լինի, նույնիսկ եթե մյուս կողմը չի գալիս, չի ցանկանում մասնակցել եւ պետք է ավարտման արձանագրություն կազմվի։ Մենք միշտ հաշտարներին խրախուսում ենք, որ պարտադիր անեն հաշտարության առաջին հանդիպում եւ ներկայացած կողմին բացատրեն հաշտարության իմաստը, էությունը, նպատակները, որպեսզի այդ անձը իրազեկված ակնվածն դուրս գա կենտրոնից։ Տեղ ունենում հաշտարության առաջին հանդիպում, եթե մենք ունենք երկու կողմերի ներկայացում, դա հրաշալի է, եւ հաշտարարը բնականաբար ներկայացնում է իրեն, կողմերն են ներկայանում, որից հետո սկսում են արդեն օրակարգ ձևավորել, թե ինչի շուրջ են խոսելու։ Կողմերը ներկայացնում են իրենց հուզող խնդիրները, խնդիրների լուծման տարբերակները, հետո այդ տարբերակների շուրջ սկսում են բանակցություններ ընթանալ եւ վերջում կամ այդ հանդիպման ավարտին կամ հետո առանձին նորից գալիս են կենտրոն, կազմվում է հաշտության համաձայնություն, այդ պայմանները շարադրվում է, այդ պայմանները կարդում են, ստորագրում են եւ հեռանում։ Ինքը շատ պարզ process է։ Շատ բավականին դյուրին է, որ քաղաքացիները որևէ խնդիր, իսկ կարծում եմ ամուսնանտանեկան վեճի հետ կապված ավելի այսպես հանգիստ խաղաղ միջավայր է հաշտարարությունում եւ նախընտրելի է, քան դատարանում։ Կարող ենք այդպես ասել։ Կարող ենք ասել, որտեղ տեսեք օրինակ դատարաններում ընդ որ մեծ հաճախ ներկա եմ աղել դատական նմանատիպ նիստերին, լարվածությունը բավականին մեծ է, որտեղ տեսեք, այստեղ կա հաղթող եւ պարտվող կողմեր եւ մի կողմը ընդ որում իրավական ճանապարհով, իրավական նորմերի վկայակոչմամբ փորձում է ամեն կերպ, որպեսզի իր հայցը օրինակ բավարարվի կամ պատասխանողի դեպքում որպեսզի հայցը չբավարարվի։ Մեզ մոտ իրենց բացատրում ենք, որ այստեղ դրա մասին չէ խոսքը։ Այստեղ այն մասին է, որ դուք կարողանաք ձեր խնդիրները բարձրաձայնել եւ իրար հետ փորձեք լուծում գտնել, որովհետեւ ձեր հարաբերությունները շարունակական, հա, ինչ որ իրավիճակ ունեն օրինակ նույն հարևանային դեպքում էլ ենք ասում, աշտանքային դեպքում էլ է շատ կարեւոր ընտանեկան դեպքում, որ այդ հարաբերությունը շարունակական են լինելու։ Դուք դա պետք է գիտակցեք, այս պահին փորձեք դա լուծել։ Շատ լավ է, որ այդ մշակույթը նաեւ ես կարծում եմ լոկալ բնույթից ինքը տարածվում է դեպի հասարակություն, որտեղ մարդիկ կարող են հաշտությամբ եւ խաղաղ լուծել։ Եվ վերջին հարցը, Տիկին Պետրոսյան, աշխարհագրությունը եւս ընդլայնվել է կենտրոնի կողմից իրականացվող հաշտարության գործերի մասով, դա Վրաստան, Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, ԱՄՆ, Հյուսիսային Մակեդոնիա, կարծես թե, եւ եթե կարելի է, ինչով է պայմանավորված հենց այս երկրները, հայաբնակ համայնքի մասին է խոսքը, օտարերկրացիներ են, թե գործընկերային համագործակցության շրջանակներում է կենտրոնը եւ այս երկրների նմանատիպ կենտրոններ։ Նախ եւ առաջ կարծում այդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ ընդ որում այդ վեճերը ամուսնանտանեկան են եղել բոլորը, խառն ամուսնություն, այսինքն մեր քաղաքացին ամուսնացած եղել օտարերկրացու հետ, ով այդ պահին բնակվել է այդ երկրում եւ կամ հակառակն է եղել եւ իրենք դիմել են մեզ, որպեսզի հաշտարարության միջոցով նկ ամուսնալուծություն տեղի ունենա, որից հետո հայաստանյան կողմը կներկայացնի դատարան հաստատման եւ արդեն քաղաքացիական կասության ակտերի գրանցման մարմին ամուսնալուծությունը գրանցելու համար։ Եվ կարծում որ սա ավելի շահեկան է, քան օրինակ եթե իրենք դատարան դիմեին։ Հետո պետության հետ ամուսնալուծությունը արդեն իսկ հաճելի չէ, պետության հետ եւ վերաբերյալ հուշերը դրական քաղաքակիրթ կլինեն, քան եւ ոչ թե դատարանացել, այս միջազգային հաշտարարությունը համ մեզ համար են հետաքրքիր եղել, համ իրենց համար բավական հետաքրքիր եղել։ Իհարկե պրոցեսուալ առումով ինքը մի քիչ ավելի ծանրաբեռնող է, բայց կարևորը արդյունքն է, այս միջազգային հաշտարարությունից բոլորը իրենք ավարտվել են հաշտության համաձայնությամբ։ Չունեք հակառակ պրակտիկա։ Չէ։ Ես ուրախ եմ արձանագրելու, որ նման հարցերի դեպքում հաշտություն է հաստատվել եւ ամենավերջին հարցը անձիկ ովքեր այսօր կանգնած են ընտրության առջև կամ պարտադիր հաշտարարության առջև
կամ պարզապես վեճ կա, որի հետ կապված ուզում են դիմել հաշտարարության, արբիտրաժային եւ հաշտարարության ձեր հայկական կենտրոն Հայաստանյան, որոնք պետք է լինեն ձեր խորհուրդները, անմիջապես դիմել, երկար չմտածել կամ չգիտեմ ինչ խորհուրդներ կամ կանոններով առաջնորդվել դիմելիս։ Ես խորհուրդ կտայի մեր ռադիոլսողներին, եթե իրենք ունեն վեճ քաղաքացիական ցանկացած բնույթի, իրենք պարտադիր դիմեն մեզ, որովհետև մենք ունենք անվճար խորհրդատվություն եւ այդ խորհրդատվության շրջանակում մանրամասն բացատրում ենք, թե ինչպես է իրենց վեճը լուծվելու, ինչ ընթացակարգով եւ իրենք ինչ կստանան դրա արդյունքում։ Արբիտրաժի դեպքում բնականաբար իրավական մասն ենք բացատրում, այսինքն ինքը վճիռ է կայացվելու, հայցը բավարարվելու է կամ մերժելու է եւ այլն։ Հաշտարարության դեպքում ներկայացնում ենք այդ ճկունությունը եւ զուգահեռել ենք տանում դատարանի հետ եւ իրենք շատ հաճախ երբ որ գալիս են խորհրդատվության հետո դիմումներ են ներկայացնում Դե պարտադիր թող դիմեմ, որտեղ ավելի շահեկան է, ավելի արագ է եւ գիտեք նույնիսկ եթե օրինակ արբիտրաժի դեպքում եթե օրինակ մի կողմը պարտվում է, այդ վեճը լուծվում է, որտեղ երկարատև վեճ ունենալը լարված գործընթացի մեջ տարիներով լինելը դա արդեն որևէ մեկին իհարկե, որևէ մեկի համար նախընտրելի չի։ Նույնիսկ բիզնեսի համար առավել է, անընդհատ համայնք հարց ունես, որը քո մտքում է, դու անընդհատ դրա մասին մտածում ես, ներկայանում ես դատական նիստերի, ապացույցներ ես ներկայացնում, պատրաստվում ես անդադար բողոք ես գրում, դա շատ երկարատև ու ռեսուրսատար գործընթաց է։ Դրա համար շատ ավելի լավ է այս ճկուն եւ կարճատև մեթոդներին դիմել։ Շատ բարի, մենք կարծում եմ դեռ հնարավորություն կունենանք մեր այլ հաղորդումների ընթացքում անդրադառնալ ինչպես հաշտարարության ենթական ոլորտների ընդլայնման հետ կապված այսպես պարզաբանումներին, բայց նաեւ կանդրադառնանք մեր մոտակա հաղորդումներից մեկի ընթացքում արբիտրաժի հետ կապված, թե որ վեճերն են հենց արբիտրաժի ենթակա եւ նմանատիպ հարցերի անդրադարձ կկատարվի։ Ես շնորհակալություն եմ հայտնում Տիկին Պետրոսյան այսօրվա կարևոր այսպես անդրադարձի համար, պարզաբանման, հարգելի ռադիոլսողներ, հիշեցնեմ, որ ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում ենք խոսում ենք այսօր հաշտարարության ինստիտուտի մասին, որ վեճերով կարող եք դիմել հաշտարարության, որ գործերն են ենթակա պարտադիր հաշտարարության, դուք լսեցիք նաև ընտանեկան որ վեճերի դեպքում է պարտադիր հաշտարարությունը գործում Հայաստանի Հանրապետությունում, ընթացակարգային եւ մի շարք այլ հարցերի մասին ներկայացվեց արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրենի կողմից Լիլիթ Պետրոսյանի կողմից կրկին շնորհակալություն եմ հայտնում եւ հիշեցնեմ, որ ձեզ հետ էր հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյանը։ Հաջողություն։